Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ուղիղ եթերով մեզ դիտող սիրելի քաղաքացիներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կիբերանվտանգության մասին, հանրային տեղեկությունների մասին, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Պետք է նշեմ, որ 2021-26 թվականի կառավարության ծրագրով մենք հանձնառություն էինք ստանձնել իրականացնել այս ընթացքում օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ մեր երկրում կիբերանվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու եւ այս մի շարք օրենքների նախագծերի կոնսոլիդացված փաթեթը գալիս է հասցեագրելու այս խնդիրը եւ լուծումներ առաջարկելու օրենսդրական հիմնարար լուծումներ առաջարկելու այս ոլորտում մեր իմունիտետը, մեր կիբերպաշտպանության, կիբերանվտանգության կարողությունները բարձրացնելուն։ Պետք է նշեմ, որ 3 հիմնական օրենքների մասին է խոսքը գնում, ինչպես նաև դրանց հարակից նախագծերում փոփոխությունների։ Առաջինը, որից կցանկանամ սկսել, դա վերաբերում է կիբերանվտանգության մասին օրենքին։ Մենք ըստ էության գալիս ենք ոլորտը դաշտը կարգավորող մի մեծ փաթեթ, օրենսդրական փաթեթ առաջարկելու, որտեղ հիմնականում դրված է թե պետական կառավարման համակարգում եւ թե մասնավոր հատվածում կիբերանվտանգության համապատասխան միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ ներդնելու, ինչպես նաև կիբերանվտանգության ծառայությունների ներդրում իրականացնելու, համակարգի ներդրում իրականացնելու։ Պետք է նշեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ էության սա զգալի ներդրումներ է ենթադրում մասնավոր հատվածի համար, մենք առաջին փուլով այս նախագծով առաջարկել ենք դիտարկել սկզբում միայն կրիտիկական ենթակառուցվածքներ շահագործող մասնավոր ընկերությունների եւ կենսական նշանակության ծառայությունների համար։ Սա նշանակում է, որ այս նախագծում մենք շարադրել ենք այն բոլոր ոլորտները, որոնք համարվում են կրիտիկական ենթակառուցվածք եւ այն բոլոր տնտեսվարողները, մասնավոր հատվածը, որոնք որ շահագործում են այդօրինակ ենթակառուցվածք, այնտեղ ներդնելու են 27001 միջազգային ստանդարտը։ Իհարկե սա ամենևին չի բացառում, որ ապագայում մենք մեր ազգային ստանդարտները ստեղծելու եւ դրանք ներդնելու խնդիր մեր առջև չենք դնում, սակայն այս փուլում համարում ենք, որ այս միջազգային ստանդարտը պետք է սահմանվի եւ կրիտիկական ենթակառուցվածքները պետք է պատշաճ կերպով պաշտպանվեն կիբերհարձակումներից եւ պատշաճ կիբերհիգիենա պիտի ապահովի այդօրինակ կրիտիկական եւ մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների շուրջ։ Առանձնահատուկ կերպով ուզում եմ նշել, որ բնականաբար խոսքը քաղաքացիական ենթակառուցվածքների մասին է, թե մասնավոր հատվածի եւ թե պետական համակարգի կառավարման համակարգի մասին խոսելիս եւ այս աշխատանքը իրականացնելու, իմպլեմենտացնելու նպատակով մենք ազգային ժողովին առաջարկում ենք ստեղծել նոր մարմին տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինը, այն պիտի ստեղծվի ազգային ժողովի կողմից, ունենա 5 հոգանոց հանձնաժողով, հանձնաժողովի անդամները կրկին պիտի ընտրվեն խորհրդարանի կողմից։ Մեր կարծիքով սա մի կարևոր հիմնարար խնդիր է լուծում, նախ եւ առաջ մենք սրանով արձանագրում ենք, որ կարևորություն ենք հաղորդում այս կառույցին, ստեղծում ենք ինքնավար մարմին, ապա քաղաքականացված մարմին, որտեղ պիտի կենտրոնացնենք լրջագույն բարձր որակավորում ունեցող մասնագիտական կարողունակություններ ունեցող մասնագետներ եւ փորձագետներ, որովհետեւ մեր ընկալումն այն է, որ կիբերպաշտպանությունը դա նույնն է, ինչ ընդհանրապես մեր երկրի ազգային անվտանգությանը վերաբերող, մեր երկրի ազգային անվտանգության համար
սպառնալիք հանդիսացող ցանկացած կոմպոնենտ։ Եվ այս իմաստով բնականաբար մեզ համար կիբերանվտանգությունը, կիբերպաշտպանությունը քաղաքացիական ենթակառուցվածքների կարևորագույն առաջնահերթություն է հանդիսանում կառավարության համար։ Սրանով մենք թե այս կառույցը, որը իր բնույթով կատարելու է անվտանգային գործառնությունների կենտրոնի գործառույթներ, հապավումը սոկ, այն ըստ էության մշտական 24/7 ռեժիմով մշտադիտարկում վերահսկողությունը իրականացնելու ամբողջ պետական ապարատի թվային անվտանգության, քաղաքացիական ենթակառուցվածքների թվային հարթակների անվտանգության, ընդհանրապես սա գալիս է ձևակերպելու նոր թվային ճարտարապետություն պետական կառավարման համակարգի համար եւ մշտադիտարկման արդյունքում հենց այս մարմինն է, որ պետք է կանխի կիբերհարձակումները, իսկ արդեն իսկ տեղի ունեցած կիբերինցիդենտների հասցրած վնասները նվազագույնի պիտի փորձի հասցնել, իրականացնելով անմիջական կանխարգելիչ գործողություններ։ Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա մասնավոր հատվածին խրախուսվում է այս օրենսդրությամբ ինքն իր ներսում ստեղծի այդ անվտանգության գործառնությունների կենտրոնները, կամ սեփական կառուցվածքի ներսում կամ պատվիրակելով կիբերանվտանգության ծառայություններ մատուցող եւ մեր կողմից սահմանված չափորոշիչներին եւ որակավորմանը համապատասխանող ընկերություններին կամ մասնագիտական խմբերին։ Ես անցնելով առաջ պետք է նշեմ, որ արդեն իսկ կրիտիկական ենթակառուցվածք համարվող մի շարք ուղղություններում 27001 ստանդարտը սահմանված է օրինակ ֆինանսական ոլորտում, բանկային համակարգում, սա դեռևս ռեգուլատորի կարգավորող մարմնի կողմից սահմանված ստանդարտների պահանջ է եղել տարիներ շարունակ, նույնը մասնակիորեն նաև գործում է այլ ոլորտներում եւս, օրինակ տելեկոմների ոլորտում, մասամբ նաև էներգետիկ ոլորտում, սակայն սա գալիս է հիմնարար կերպով խաղի կանոններ սահմանելու թե պետական համակարգի կիբերպաշտպանության եւ թե մասնավոր հատվածի կիբերպաշտպանության եւ կիբերհիգիենայի համար։ Երկրորդ հիմնական փաթեթով մենք առաջարկում ենք ընդունել հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը, սա մեծամասամբ վերաբերում է ընդհանրապես տվյալների հետ մեր հարաբերություններին։ Տվյալները պետք է նշեմ, որ կենսական նշանակություն ունեն, ճշգրիտ եւ ամբողջական տվյալները կենսական նշանակություն ունեն թվային վերափոխման մեր հայեցակարգի համատեքստում եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Գաղտնիք չէ, որ այն երկրները, որոնք թվայնացվում են, դրան զուգընթաց նաև մեծանում են, ապրիորի մեծանում են կիբերանվտանգային ռիսկերը եւ այստեղ հիմնարար նշանակություն ունեն ճշգրիտ տվյալները եւ ես պետք է ասեմ, որ ՑՊԱՀ-ս տվյալների հետ մեր վարվեցողությունը, մեր վարվելակերպը, տվյալների պահուստավորումը, դրանց մշակումը եւ ճշգրիտ օգտագործումը որակական առումով չի բավարարում մեզ եւ այստեղ մենք կրկին համարում ենք, որ պիտի լինեն հստակ ստանդարտներ։ Մենք այս օրենսդրությամբ գալիս ենք առաջարկելու մեկ անգամյա օգտագործում կամ աշխարհում հայտնի once only ուրեմն երևույթը, որը ներդրված է հենց այս օրենսդրության հիմքում, սա նշանակում է, որ օրենքը ընդունելուց, ինչպես նաև դրան հաջորդող շուրջ 3 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերը ընդունելուց հետո եւ օրենքը կիրարկելու արդյունքում մենք այլևս մեր քաղաքացիներից իր կյանքի ընթացքում միայն մեկ անգամ ենք պահանջելու տվյալը։ Սրա արդյունքում մենք տվյալների քաղաքականության կենտրոնացվածություն ենք առաջարկում,
կենտրոնացված քաղաքականություն, որը պաշտպանելու է նաև մեր քաղաքացիների տվյալները, ցանկացած պետական օրինակ, ինչպես նաև մասնավոր ընկերություն կամ պետական գերատեսչություն կկարողանա բնակչության պետական ռեգիստրից միայն օգտվել այն տվյալներից քաղաքացուն վերաբերող, որը բացառապես վերաբերել է այս կամ այն գործարքին հենց այդ ընկերության մասով, այսինքն կենտրոնացված մենք ունենալու ենք ԲՊՌ-ում համապատասխան տվյալը քաղաքացիների, իսկ բաց տվյալների քաղաքականության հատվածում տվյալները բաց կլինեն այնքանով, որքանով ինքը քաղաքացին կորոշի, այսինքն մենք բավականաչափ քաղաքացիակենտրոն օրենսդրություն ենք առաջարկում հենց իր տվյալների մասով, ունենալով կենտրոնացված քաղաքականություն մեր քաղաքացիների տվյալների մասով, մենք նաև այստեղ զգալիորեն նվազեցնում ենք գրավչությունը այդ տվյալների նկատմամբ կիբեր հարձակումների, որովհետև մեկ բան է ունենալ կենտրոնացված համակարգ եւ պաշտպանված համակարգ, մեկ այլ բան է, որ օրինակ այսօր այստեղ նաև ներկա մի շարք մարդկանց տվյալներ տասնյակ գերատեսչություններում կամ մասնավոր ընկերություններում առկա են եւ ցանկացած տվյալի նկատմամբ որևէ ոտնձգություն, ցանկացած տվյալի արտահոսք, դրա հետագծելիությունը եւ վերահսկողության ամբողջ շղթան անհնարին է դարձնում մեր կողմից։ Հետևաբար նաեւ մեր քաղաքացիների տվյալների պաշտպանությունը դարձնում է բավականաչափ ռիսկային։ Մի բան, որ այսօր ունենք։ Հետևաբար նաեւ սրանով է պայմանավորված այս օրենսդրական փաթեթի ընդունումը եւ այն այսօր իրապես հրամայական է։ Եվ երրորդ հիմնական օրենքի նախագիծը, որ առաջարկում ենք, ինչպես արդեն իսկ նշեցի իմ խոսքի սկզբում, վերաբերում է նոր մարմնի ստեղծմանը, մենք համարում ենք, որ թե կենտրոնացված, այսինքն ամբողջ պետական համակարգի համար եւ թե մասնավորի հետ համագործակցությամբ որպես օրինակ մասնավոր հատվածի նկատմամբ կիբեր հարձակման պարագայում գոյություն ունի սերտ համակարգ, դա կիբեր ինցիդենտների վարման ռեեստրն է, այնտեղ մասնավոր հատվածից ուրեմն արձանագրվում է կիբեր միջադեպը եւ մասնավոր պետություն համագործակցության արդյունքում անմիջապես իրականացվում են կիբերպաշտպանական գործողություններ, այսպես ասած վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ Սա առաջին հայացքից, եթե մենք բովանդակության մեջ չենք ընկղմվում, մակերեսային գնահատականը կլինի, որ մենք գալիս ենք բեռ ավելացնելու տնտեսության համար, սակայն սա կարող եմ հստակ պնդում անել, որ այս կանխարգելիչ գործողությունները ընդ որում ինստիտուցիոնալ մակարդակում չանելու պարագայում լրջագույն ռիսկեր ենք ստեղծում մեր ամբողջ տնտեսության համար։ Եթե 5 տարի առաջ ընդհանուր համաշխարհային գլոբալ տնտեսությանը հասցվել էր օրինակ շուրջ $1 տրիլիոն վնաս կիբեր հարձակումների հետևանքով, ապա ամեն օր այդ տեմպերը աճում են, տարատեսակ հարթակներում վիճակագրություններ են առկա, որ ընդհուպ մինչև $10 տրիլիոն վնաս է հասցվում գլոբալ տնտեսությանը միայն կիբեր հարձակումների հետևանքով։ Մեր տարբեր հաշվարկների արդյունքում, եթե մենք չգնանք այս ինստիտուցիոնալ բարեփոխումներին, որը իդեպ մեզնից տարել է 2.5 տարի, սակայն արժեր այդ ժամանակը ջանքը ներդնել այս գործում ստանալու այս փաստաթուղթը, այսօր էլ պատշաճ կիբերհիգիենա չապահովելու պարագայում ընդհուպ մինչև 1.3 տրիլիոն դրամի վնաս կարող է հասցվել ամբողջ հայաստանյան տնտեսությանը եւ մենք համարում ենք, որ այն ներդրումը, որ թե պետությունը, իսկ դա շուրջ 6 միլիարդ տարեկան բյուջեի հատկացումներն են այս ուղղությամբ եւ թե մասնավոր հատվածի կողմից այո միլիարդավոր դրամների ներդրումը գալիս են նախ եւ առաջ պաշտպանելու հենց բիզնես շահերը եւ այն բիզնեսի եւ այն մասնավոր հատվածի, որոնք շահագործում են մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու ոլորտների պաշտպանությունը պատշաճ ապահովելու համար։ Ուստի եւ սիրելի պատգամավորներ, խնդրում եմ ընդունել այս օրենքը։ Շնորհակալություն։